Փորձությունները գալիս են ամրապնդելու մեր հավատքը, այլ ոչ թե կոտրելու այն։ Ողջույն, դուք դիտում եք «Հավատքի ուժը» հաղորդաշարը։ Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում բախվում է դժվարությունների, որոնց միջոցով փորձվում է մեր հավատքի ուժն ու ամրությունը։ Այսօր մենք կտեսնենք, թե ինչպես է 18-րդ դարի նշանավոր հոգևորական Ջոնաթան Էդվարդսի հավատքն օգնում իրեն հաղթահարել փորձությունները և լույս գտնել նույնիսկ ամենամութ ժամանակներում իր կյանքի և ծառայության մեջ։ Ջոնաթան Էդվարդսը ծնվելով բարեպաշտ քրիստոնյաների ընտանիքում դեռ վաղ տարիքից սովորել էր վստահել Աստծուն։ Նրա կյանքը լի էր հոգևոր նվաճումներով, բայց նաև շատ մեծ փորձություններով։ Եվ երբ նա արդեն հարգված հովիվ էր, նրա կյանքում կտրուկ շրջադարձ է տեղի ունենում։ Այն եկեղեցական համայնքը, որտեղ նա հովվում էր, շուտով սկսում է քննադատել Ջոնաթան Էդվարդսին իր քարոզչական ոճի և իր համոզմունքների համար։ Նա շատ խիստ էր սրբության հարցում և դատապարտում էր Աստծո սահմանած կարգից յուրաքանչյուր շեղում եկեղեցում։ Ի վերջո, երկարամյա ծառայությունից հետո նրան հեռացնում են հովվական ծառայությունից, որը շատ մեծ հարված է լինում Էդվարդսի համար։ Չնայած այս ամենին, նա չի հուսահատվում և շարունակում է ծառայել մարդկանց, մխիթարություն գտնելով աղոթքի և Աստծո խոսքի խորը մտորումների մեջ։ Այսպիսով նրա հավատքն ավելի է աճում և ամրապնդվում, և նա հասկանում է, որ իր ծառայությունը չպետք է դադարի, այլ պետք է ընդլայնվի և դուրս գա եկեղեցու պատերից դուրս։ Տեղափոխվելով Նյու Յորք, նա շարունակում է իր քարոզչական գործունեությունը ծառայելով տեղի հնդկացիներին, և սա լինում է իր ծառայության ամենապտղաբեր ժամանակահատվածը։ Նրա ազդեցությունը սկսում է աճել, և նա շուտով նորից դառնում է իր ժամանակի ամենանշանավոր քարոզիչներից մեկը։ Այս ընթացքում նա գրում է բազմաթիվ գրքեր և աշխատություններ, որոնք անջնջելի հետք են թողել ամերիկյան աստվածաբանության պատմության մեջ։ Ջոնաթան Էդվարդսի պատմությունը հիշեցնում է մեզ, որ հավատը ոչ թե խնդիրների բացակայությունն է, այլ նվիրվածությունը Աստծուն և մեր հոգևոր ընթացքին, նույնիսկ երբ ամեն ինչ թվում է անհույս և կորած։ Նրա կյանքն ու ծառայությունը ցույց են տալիս մեզ, որ հավատքի զորությունը կարող է հաղթահարել ցանկացած փորձություն։